Երեք ձեր համայնքի բնակիչները եւ Քասախի բնակիչները հանդիպում են ունեցել ՏԿ փոխնախարարի հետ եւ հանդիպումը բացասական պատասխան է ունեցել։ Ես կոնկրետ պատասխանից ինչ են պատասխանել տեղեկացված չեմ, բայց մեր ակցիայից ելնելով դատում ենք, որ ինքը բնականաբար բացասական արձագանք է ստացել։ Իսկ ինչու այսօր հետ կանգնեցիք եւ չշարունակեցիք ձեր պայքարը։ Ոնց որ մեզ զանգ եղավ, որ վաղը 4 հոգանոց խումբ կազմենք եւ գնանք կառավարություն, այնտեղ այդ հարցը քննարկելու համար։ Ում հետ եք հանդիպելու վաղը։ Ճիշտն ասած տեղեկացված չեմ, ես կոնկրետ տեղեկացված չեմ։ Այն նայեք 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը փողոցը փակելով է իշխանության եկել եւ այսօր միջև այս պահը դուք դիմումներ եք գրել, հա, տարբեր եւ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության տարբեր մարդկանց եւ արձագանք չի եղել, իսկ երեկվա հանդիպումը բացասական է եղել եւ հանդիպումը, որը որ երեք տեղի ունեցել կառավարական շենքում, ճնշումներով է այսպես ասած եղել եւ իրենք բացասական պատասխան են տվել ձեզ։ Չեք կարծում, որ այս իշխանությունը բռնապետական իշխանություն է եւ բռնությամբ է հանդես գալիս։ Նայեք, երբ որ այս իշխանությունը եկել է իշխանության գլուխ, ինքը տենց է ձևակերպել ընդհանուր ժողովրդին, մեր հոգնած, տանջված, ոնց որ ասած լուծը թոթափել ուզեցող ժողովրդին, այնպես է իրան ձևակերպել, որ ինքը ժողովրդական է, բայց սա բռնապետական է եւ շատ ավելին։ Այստեղ որևէ մի բնագավառում, դա լինի ուսանողական, դա լինի պետական, հարկային, հարկադիր, բոլոր տիպիկ օղակներում որևէ մեկը ժողովրդի շահը չի պաշտպանում։ Եվ դու որևէ միտեղ չես կարողանում բողոքդ բարձրացնել։ Օնլայն հասկացողությունը մտել է ընդհանուր բառապաշարի մեջ, իսկ ժողովուրդը մեր տարիքի, մեր սերնդի, մի քիչ մեզնից մեծ սերնդի ժողովուրդը տեղեկացված չի, ինքը իզորու չի օնլայն հասկացողության հետ քայլ մեկնելու։ Հետևաբար այսպես էլ մնում ենք։ Բայց ես կարծում եմ, որ ինչքան էլ որ լինի, մենք մարդ ենք, մարդ անհատ, երկրի քաղաքացի, էսի ոնց որ անասունների հավաքատեղի չի, սա գյուղ է, մի ամբողջ գյուղ, իր 6-7 հազար տնտեսությունով, մերով, մանուկով, երեխով եւ որտեղ է ասված այդ ղեկավարության օրենքը, որ հանել են գյուղական, մարզային, տարածաշրջանային, միթե դրանց արմատներով իրանք գյուղից չեն։ Ես չեմ կարծում, Երևան քաղաքում կոնկրետ բնիկ ծնված, մեծացած երևանցիներ շատ քիչ կան, շատ քիչ։ Մայրական կողմի արմատներով ես կամ, բայց Երևան քաղաքը այդպես առանձնացնել գյուղը, ինչի գյուղացին, գյուղացիով են ապրում բոլորը, նույն Երևանը գոյատևում է գյուղացիով։ Ինչ է նշանակում գյուղացի, այսպես վիրավորական է հնչում գյուղացին։ Եթե վաղվա հանդիպումը եւս բացասական պատասխան ունեցավ, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլերը։ Ես կարծում եմ, որ մեր գյուղի ժողովուրդը միահամուռ կերպով իրանց երեխաների, դաժե բարուր երեխաների ձեռքից բռնած պետքա փակի ճանապարհը, քանի որ ինչու փակի ճանապարհը, որովհետեւ այդպիսի ակցիա միայն կարող ենք մենք անել։ Այլ ակցիա չենք կարողանում անել։ Ուրիշ ակցիայի ձև չկա։ Դրա համար փակել ճանապարհը, որտեղ մեր ուրիշ ձևի ակցիա չենք կարող իրագործենք, բայց պետքա մերով, մանուկով, բարուրով, բոլորով միահամուռ կերպով փակեն, նստեն, անգամ նստացույցով նստեն օրով, մինչև մեր խնդիրը լուծում ունենա։